Այդ օրենքը միակ կողմանիա պարոն Սաղապար։ Հիմա այս կաֆեները չեն քանդվել, վիճակվել են դատանում։ Գորգյան, սա օպերայի մոտից բոսագի, այլ եմ ասում, օպերա, բոսագի, երկու կարևոր բան է, եղբայր։ Չի լինի, չեմ ներում։ Տիկի Խաչատրյան ճիշտ եք, բայց նաև մենք բոլորս ինչ անենք, լրիվ հանենք, չենք ուզում, ժամանակ եք, այդ ժամանակը լինի, 3 տարի ժամանակ եք տալիս։ Մենք նորից սեփականատերերի հետ փորձել երկխոսել։ Շատ բարի Տիկի Զորաբյան։ Շատ կառուցողական առաջարկ եք անում։ Երեք արեցին, բայց առանց զգուշացնելու նորից քանդեցին։ Հարգելի ձեզով այն ինչի օրենքի տարածեք, որ պետքա ձեզ զգուշացնենք։ Ես երեք ձեզ հարգելիս 1 ամիս առաջ դուք ձեր ըստ օրենքի զգուշացումը ստացել եք, հարգելիս։ 3 երեկոյան հանդիպումից հետո դուք մամուլին ասեցիք, որ մենք կտեղեկացնենք քաղաքապետին քննարկենք եւ կտեղեկացնենք որոշումը։ Առավոտյան երբ եկել եք նորից քանդելու քանդում եք, եկեք սարքի քաղաքական շուվայ ցավը։ Քաղաքական արդեն։ Այո, սա արդեն քաղաքական խնդիր է դառնում։ Մենք գործենք Երևանը վերադարձնենք երևանցիների, վատ բան չենք անում։ Քանդենք բոլորը։ Քանդան չէ, ժողովուրդ, քանդել բառը մի ասեք, սա բարեկարգել է, բարեկարգել, բարեկարգել, եկան կարամ ասեմ որ բարեկարգել է, բարեկարգել, հարգելիս բարեկարգում ենք, ձեր այս շինությունը ինքնակամ է, ինչ ունեք ուրիշ ասելու, ինչ եք անօրինական բաներ անում, ով է ձեզ իրավունք տվել, բայց ով է ձեզ իրավունք տվել անօրինական բան անել։ Ով է անօրինական անում։ Ձեր ինքնակամ կառույց է։ Ուրեմն ժամանակ տվեք։ Միամսում ես հնարավոր չէր ապամոնտաժել։ Ուրեմն խնդրում խոսում եք միջև վերջ խոսացեք, բոլորի իմանալու չէ։ Դուք ինքնական մանր եք ներկայացնում։ Երբ գիտեք անցած իշխանությունների ժամանակ, երբ ներդրողներին ու մնացածին այդ արտոնությունները ապօրինի մենք արդեն 20 հատ ավել կաֆե ուզում են բացեն 30-40 հատ մեր առևտրի բաժինները մենք լսում կներեք որ ընդհանրապես անցած իշխանությունները ներդրողներին ապօրինի ինչ որ բաներ անեն։ Ես միանշանակ դեմ այս երկուսով շատ է։ Բայց Զորաբյանը բան ունենք, ասեք։ Ես առաջարկում եմ իրոք ես դուք պարոն Աբովյանը, Տիկին Խաչատրյան դուք մի հատ առանձնանանք, մի հատ քննարկենք հասկանանք, հետո մենք փորձենք ինչ որ մի բան հայտարարություն Մենք առաջարկում ենք նաև առանձնանալու հետ համ կաֆեի ներկայացուցիչները, համ քաղաքի բոլոր։ Մենք ավել բան չունենք կաֆեի ներկայացուցիչների առաջարկել։ Մենք կարող ենք, նայեք, մենք ավիա պարոն Աբովյան, դուք ուշ եք ասենք։ Մենք երեք սկսել ենք, այսօր ավարտեցինք Ատլանտիկի կոնկրետ ապամոնտաժումը։ Վաղ սկսենք իր մյուս մաս արդեն կտրել, տանել եւ այլն։ Նույնը վերաբերում է մյուս կաֆեին, նույնը վերաբերում է, որոնք այս բանը ռիչը արդեն կարելի ասել ապամոնտաժված է, իրանք իրանց բուտկաները տալել են։ Ինչու՞ ինչ կար փափուկ աթոռները։ Իրանք մարդը խնդրել են։ Մի հատ ուղեք, որտեղ որ ես սխալվում եմ, ընդեղ եք խոսացեք, իրանք մենք Հարգելի ժողովուրդ, իրան կան, իրանք զերով անեն, իրանք եկան իրաց կրանով, ապամոնտաժելա, ինչ կանաչ տարածքն է ապամոնտաժը։ Չէ, փափուկ բասկատորները Շատուտի վրա ժուրնալիստով գնացեք, այդ քարերը տարածա դոմիկը, մի րոպե խոսալով չի եղբայր, մի չի վերջ ճիշտ ասեք, չէ, բոլորը հստակ ասեք, քար եղել է, քարը չկա, դոմիկ եղել է, դոմիկ չկա, ուրիշ, երկու բան է եղել։ Անում ենք հետևյալը, մի ուշադրություն։ Հիմա մենք ունենք առաջարկ, ես խնդրում եմ առանց աղմուկի, աղմուկով հարց չենք լուծելու, քաշ քշելով, բռնությամբ հարց չենք լուծելու, առաջարկում ենք նաև սեփականատերերին, Տիկին Խաչատրյան եկեք։ Բաները բռնել եք չեք իմա։ Մենք խոսենք եթե կարելի է, թե ուզում եք լրագրողների մոտ խոսենք։ Մեզ ինձ միևնույն է։ Մեր ներկայացան խոսեք ճիշտ։ Չէ, ես գիտեմ որ ավելի լավ է լրագրողների մոտ խոսել իհարկե։ Ժողովուրդ ջան, տեսեք չեն կարում խոսենք։ Պարոն Մնացականյան, ո՞նց ենք խոսում։ Առանց լրագրողների, ժողովուրդ, մի րոպե կանգնեք, լրագրողներ ջան, խնդրում եմ, թողեք աշխատենք։ Պարոն Աբովյան, Տիկին Զորաբյան, Տիկին Խաչատրյան, եկեք, ընդամենը 4 հոգով մենք մի հատ զրուցում ենք գանք, հարգելներս։